Բարև ձեզ, իրականում հաղորդաշարի տաղավարում այսօր հյուրընկալել ենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանին։ Պարոն Սողոմոնյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ հրավիրել եք սիրով։ Պարոն Սողոմոնյան, պաշտոնական Երևանը մի քանի անգամ հաստատել է իր համաձայնությունը ԵՀԿ Միսկի խմբի լուծարման հետ կապված։ Ինչ վտանգներ եք տեսնում եւ արդյոք Հայաստանին ձեռնտու է այս որոշումը։ ԵՀԿ Միսկի խումբը Արցախի հարցի կարգավորման 33-ամյա միջնորդական ձևաչափ է։ Երբ որ խնդրի լուծման գործընթացից միջնորդները դուրս են գալիս, այն էլ հեղինակավոր միջնորդները, եւ հարցը տեղափոխվում է երկկողմ հարթություն, այստեղ մենք ունենում ենք շատ մեծ խնդիրներ։ Խնդիրներ կապված նրա հետ առաջին հերթին, որ Ադրբեջանը իր թիկունքին ունենում է Թուրքիայի պես հզոր դաշնակից, բարեկամ դաշնակից, եւ մենք փաստացի դեմ հանդիման այսպիսի վիճակում, չվերականգնված վիճակում մնում ենք նրանց դեմ հանդիման։ Սա ես ձեր հարցին պատասխանում եմ զուտ տեսականորեն, ընդհանուր առմամբ։ Այսինքն Արցախի հարցի կարգավորման տեսանկյունից որևէ լծակ, մեզ նպաստող որևէ դրական բան տեղի չի ունենում։ Իսկ առհասարակ վերացումը հակաիրավական է, հակաօրինական է, նաև հակամարտկային է, որովհետև այս ձևաչափը ստեղծվել է հարցը կարգավորելու համար եւ այդ ձևաչափի շրջանակներում մի շարք կարևոր ամրագրումներ են արվել, արձանագրումներ են արվել։ Եվ առաջին կարևոր արձանագրումը Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն է, հանգամանք, որը ոչ թե իրացվել է, այլ հակադարձվել է բռնի տեղահանմամբ, էթնիկ զտմամբ, որը հավասարազոր է ցեղասպանության։ Դա հակադարձվել է ցեղասպանության եւ համաձայնություն տալ լուծարել Հայաստանի Հանրապետության անունից, դա նշանակում է, որ համաձայնություն տալ Արցախի էթնիկ զտման հանգամանքին, համաձայնություն տալ, որ դա այդպես է եղել, բնական է օրինաչափը եւ այդպես էլ պետք է լինի։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ լուծարման փաստաթուղթը պատրաստ են ստորագրել խաղաղության պայմանագրի հետ միասին։ Ինչ է կորցնում Հայաստանը եւ ինչ է շահում։ Գիտենք մի բան, որ այս փուլում ունենք հայաթափված Արցախ։ Մենք քանիցս մեր դիրքորոշումը վերահաստատել ենք այս առումով, չի կարող այսպիսի խաղաղության պայմանագիր լինել։ Խաղաղությունը այն է, ինչը հաջորդում է պատերազմին, խաղաղությունը այն է, ինչը հաջորդում է կոնֆլիկտին։ Եթե դիտարկում ենք Հայաստանի Հանրապետությունը որպես նախկին ՀԽՍՀ եւ Ադրբեջանի Հանրապետությունը որպես նախկին ադրբեջանական ԽՍՀ օրինակ, ինչ խնդիր է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտը ինչի մասին է եղել։ Արցախի մասին է եղել։ Կա լուծում Արցախի հարցի, չկա լուծում։ Հետևաբար ինչի մասին է խաղաղության պայմանագիրը։ Եթե մենք խաղաղության պայմանագիր ենք ստորագրում, մենք հարստացնում ենք միջազգային արատավոր պրակտիկան այն առումով, որ ուժի դիրքերից մեզ պարտադրում են կապիտուլյացիա եւ մենք այդ կապիտուլյացիային տալիս ենք համաձայնություն։ Բայց առիթ օգտագործելով ես ուզում եմ զգուշացնել առաջին հերթին ու զգուշացնել որն է, ուղղակի այդպես ասել, զգուշացնել, այո, ինչու՞ չէ։ ԵՀԿ Միսկի խումբ լուծարելը, միջնորդական ձևաչափը, լեգիտիմ ձևաչափը, միավորված ազգերի կազմակերպության մանդատի հիման վրա ձևավորված ձևաչափը լուծարելը հիմք է տալու հայ ժողովրդին հետագայում աշխարհաքաղաքական բարենպաստ մեզ համար իրադրության առաջացման պայմաններում այս մեծագույն անարդարությունը լուծելու համար դիմել բոլոր միջոցներին, ցեղասպանության հետևանքները, ցեղասպանություն իրագործել, էթնիկ զտում իրագործելը պատժելու եւ արցախցիներին իրենց բնական իրավունքը, իրենց մարդկային իրավունքը վերականգնելու համար բոլոր անհրաժեշտ միջոցներին դիմելու համար, իրենց վերադարձի իրավունքը իրականացնելու համար բոլոր միջոցներին դիմելու համար։ Այսօր միջազգային հանրությունը կոնվենցիոնալ պարտականություններ ունի
ապահովելու արցախցիների վերադարձը իրենց տներ։ Դա կոնվենցիոնալ պարտականություն է, դա ֆիքսված է բազմաթիվ փաստաթղթերում եւ առաջին հերթին մարդու իրավունքների միջազգային հռչակագրում, որի 13-րդ հոդվածը ասում է, որ յուրաքանչյուր ոք ունի իր բնակավայրում ապրելու, իր բնակավայր ստիպված իր բնակավայրից հեռանալու պայմաններում վերադարձի իրավունք։ Դա ֆիքսված է բազմաթիվ դաշնագրերով, կոնվենցիաներով։ Եվ Հայաստանի Հանրապետության պոզիտիվ պարտականությունն է աշխատանքներ տանելու տարբեր պետությունների հետ, միջազգային կազմակերպությունների հետ միջազգային հանրության այդ պարտականությունը ապահովելու իմաստով։ Եթե այսօրվա քաղաքական ուղեգիծը դրան հակառակ է գնում եւ համաձայնություն է տրվում Մինսկի խմբին լուծարելու, ապա հայ ժողովուրդը դա չի կարող ընդունել որպես լեգիտիմ ակտ։ Պարոն Սողոմոնյան, Արցախի հայաթափումից հետո տարբեր գործիչներ ու դերակատարներ խոսում են Արցախի խնդրի, արցախցիների վերադարձի իրավունքների մասին։ Վերջերս Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունն է տարեկան զեկույցում հիշեցրել, որ Ադրբեջանը շարունակում է մնալ անպատիժ, բայց եկեք խոստովանենք, որ գործնական դաշտում շատ բան չի արվում արցախցիների իրավունքների վերականգնման ուղղությամբ։ Ով է որտեղ թերանում։ Առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետություն պետություն է։ Քաղաքական իշխանությունները, որոնք որ ղեկավարում են Հայաստանի Հանրապետությունը։ Արցախցիների արժանապատիվ եւ անվտանգ վերադարձը հասկանալի եւ ընդունելի է բոլոր միջազգային խաղացողներին, գրեթե բոլոր։ Օրինակ ասենք Պակիստանի համար ընդունելի չէ կամ Թուրքիայի համար ընդունելի չէ կամ նույն Բաքվի համար ընդունելի չէ։ Բայց մեծագույն մասի համար աշխարհի միջազգային հանրության համար ընդունելի է։ Եվ այդ ընդունելի են ես չեմ ասում որպես բութմատիս նայելով, որպես ենթադրություն։ Ես ասում եմ դա ելնելով այդ պետությունների, միջազգային կազմակերպությունների տարբեր մակարդակներով ընդունած հայտարարությունների հիման վրա։ Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա, Շվեյցարիա, Եվրոպական Միություն, Եվրոպայի Խորհուրդ, բազմաթիվ այլ պետություններ, միջազգային կազմակերպություններ, խորհրդարանական մակարդակով, արտաքին գործերի նախարարների մակարդակով, տարբեր ձևաչափով Միավորված ազգերի կազմակերպության արդարադատության միջազգային դատարան ընդունած որոշում արցախցիների վերադարձի մասին է։ Այս ամենը հիմք է տալիս, որպեսզի Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը այս հարցը դնի արտաքին քաղաքական օրակարգ, դարձնի իր համար արտաքին քաղաքական առաջնահերթություն։ Սա այսօրվա իշխանությունները պատճառաբանում են իբրև թե կարող է խնդիր առաջացնել հայ-ադրբեջանական հարաբերություններում, իբրև թե Ադրբեջանին սրանով մենք կազուս բելի նոր պատերազմ սանձազերծելու իրավունք բան կտանք, այսպես ասած, հնարավոր։ Սա խապկանք է, սա մոլորություն է։ Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիների, որոնց որ տվել է անձնագրեր, նույն անձնագրերից արցախցիներին, որ ինչ Հայաստանի Հանրապետության այլ բնակիչներն են կրում, այդ քաղաքացիների հովանավորն է, եւ դա գրված է անձնագրերում, եւ նա իր քաղաքացիների իրավունքները, կյանքը, գույքը ապահովելու պարտականություն ունի եւ այդ պարտականությունը նորից եմ կրկնում միջազգայինորեն ընդունված միջազգայինորեն ընդունելի պարտականություններ են եւ բացի դրանից Արցախի հարցը հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի հետ միասին այն երկու խոշոր քաղաքական փաստարկներն են, որոնք Հայաստանի Հանրապետությանը տվել են կշիռ, ավելացրել են Հայաստանի Հանրապետության կշիռը միջազգային քաղաքականության մեջ դերակատարում ունենալու համար։ Զրկվելով, իրեն զրկելով այս երկու կարևոր փաստարկներից, կռվաններից Հայաստանի Հանրապետության քաղաքական գործոնայնության մակարդակը իջել է եւ շարունակելու է իջնել, իսկ հետևանքները շատ ավելի վատն են լինելու սրանից հետո։ Մեզ ել ավելի շատ են զրկելու մեր իրավունքներից։ Ինչպես մենք տեսնում ենք, խաղաղության ճակերտ տալ պայմանագրի հարցում Ադրբեջանը նախապայմաններ է առաջ քաշում, խոսում է ուժի դիրքից եւ նախապայմաններ է առաջ քաշում եւ այդ նախապայմանների ընդունումը, շարունակաբար ընդունումը մեզ ավելի ու ավելի թուլացնում եւ հասցնում է կործանման եզրին, պետականության կործանման եզրին։ Այնուամենայնիվ արցախցիների
վերադարձի հնարավորություն այսօր տեսնում եք, բոլորովին վերջերս Շվեյցարիայում ընդունվեց բանաձև, որով պետք է համաժողով կազմակերպվի հանուն խաղաղության եւ քննարկվի արցախցիների վերադարձի իրավունքի հարցը։ Նման նախաձեռնություններից ակնկալիքներ ունեք։ Իհարկե ունենք։ Նայեք, եթե հարցը դնում ենք այսպես, որ արցախցիների վերադարձ ասելով մենք հասկանում ենք, որ այս պայմաններում վաղը կամ վաղը չէ մյուս օրը վերադառնալու են, դա նույնն է ոնց որ ինչ ասեմ 150,000 դրամ աշխատավարձ ստացող մարդուն ասես դու հնարավորություն տեսնում ես քեզ համար շքեղ մեքենա առնելու։ Բնականաբար ոչ, բայց եթե մարդը իր առջև խնդիր է դնում կատարելագործելու մասնագիտական հմտությունները, կարողությունները, ավելի բարձր որակավորված աշխատանքի անցնելու, ապա այդ հնարավորությունը գալիս է։ Եթե մենք այսօր ձեռքներս լվանում ենք, ծալում ենք ձեռքներս, լվանում ենք, Պիղատոսի քաղաքականություն ենք վարում եւ արցախցիների վերադարձի հարցը ոչ արտաքին քաղաքականության մեջ, ոչ ներքին քաղաքականության մեջ, մենք մի քիչ հետո նաեւ եթե կարող ենք այս մասին էլ կխոսենք, այդ հարցը եթե չենք արծարծում, ապա բնականաբար այդ հարցը, որ դուք տալիս եք, իրական հնարավորություն տեսնում եք, չենք տեսնում եւ չենք էլ տեսնելու։ Այսօր ունենք մենք տպավորություն, որ շվեյցարացի խորհրդարանականները շատ ավելի շահագրգիռ են արցախցիների վերադարձի հարցում, քան օրինակ քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավորները Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի։ Այսինքն մենք չենք տեսնում, որ սա դրվում է որպես խնդիր, որպես նպատակ։ Իսկ եթե խնդիր ու նպատակ է դրվում, ապա ամեն ինչ էլ ստացվում է, ամեն ինչ լուծվում է։ Ադրբեջանցիները ինչպես էին իրենց առջև խնդիր դրել, օրինակ ասենք 2.5 տասնամյակ պահում էին Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք կազմակերպությունը, հանդիպում էին տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, դեսպանատներում էին հանդիպումներ իրականացնում եւ այլն, այսինքն մարդիկ նպատակ էին դրել եւ անում էին, հա, եւ մենք այսօր այդ խնդիրը մենք չենք տեսնում, որ դրված է պետության առջև եւ դրա համար գուցե այսօր անիրատեսական է թվում, բայց ես հավատացնում եմ, որ աշխարհակաղակական իրադրությունները ստատիկ չեն, դինամիկ են, փոփոխվում են, մենք չգիտենք, հիմա այսօր իհարկե շատ անորոշ իրավիճակ է, այսօր մեր անվտանգությունը, մեր արտաքին քաղաքականությունը կախված է նաև այն հանգամանքներից, թե ինչ հունով կգնան ԱՄՆ-ի Իրանի միջև հարաբերությունները, Թուրքիա-Իսրայել հարաբերությունները սիրիական հարցի շուրջ, թուրք-քրդական հարաբերությունները, Թուրքիայի ներքաղաքական իրավիճակը, ինչպես ռուս-ուկրաինական հարաբերությունները, հակամարտությունը, մենք այս պահին այսպես ինչ որ 50-50 կամ 55-45 վիճակներ է, բայց համենայն դեպս այս պահին էլ որոշակի հնարավորություններ տեսնում ենք, ուրվագծվում են եւ հասկանալի է, որ աշխարհակաղակական իրադրությունը ստատիկ չէ, ինքը փոփոխվում է եւ պետք է ներքուստ աշխատանքներ տանել եւ պատրաստ լինել նրան, բայց ցավոք սրտի մենք այդ ներքին աշխատանքներն էլ չենք տեսնում։ Մենք չենք տեսնում պետության կողմից այն մեսիջը, որ հանրության ուղղված, որ ի վերջո բոլորս պետք է աշխատենք այդ ուղղությամբ, որ մեր ժողովրդի մի հատվածը վերադառնա իր արյալը, որովհետև այսօր հայ ժողովուրդը ապրում է պատմականորեն մինիմալ տարածքի վրա։ Ոչ մի անգամ հայ ժողովրդի բնակության արյալը այսքան փոքրիկ չի եղել։ Հայաքվե ազգային քաղաքացիական միավորումը ծնվել է Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելը քրեականացնելու ստորագրահավաք նախաձեռնությամբ։ Տեսնում եք այն սցենարը, ինչը տեղի ունեցավ Արցախի հետ 2023-ին։ Դեք անկեղծ ասած, այն ինչ որ տեսանք 2020 թվականի նոյեմբերին, պատերազմի ժամանակ եւ դրանից հետո այդ շոկ էր, որ երբեք մենք չէինք պատկերացնի, որ կարող էր նման բան տեղի ունենալ, եւ դրանից հետո մի տեսակ ոնց որ ամեն ինչ էլ ոչ թե հավատում ենք, այլ ամեն ինչ էլ նախատեսում ենք, որ կարող էր լինել։ Համենայն դեպս այսպիսի պատկեր, այսպիսի համատարած տեղահանություն, այսպիսի լկտի ձևով մարդկանց 120,000 մարդու իր տնից տեղից կտրել հանել, այսպիսի բան չենք սպասում, բայց ունենք այն ինչ որ ունենք, սա մեծ պարտություն էր, իհարկե մեզ համար մեծ պարտություն էր,
բայց այդ պարտությանը մենք վերաբերվում ենք որպես ռազմավարական խոշոր նպատակ դնելու եւ այդ պարտությունը հաղթանակի վերածելու հիմք ենք ընդունում։ Ոչ թե այդ պարտությունը չպետք է մեզ համար հուսահատեցնող լինի։ Չպետք է դա կյանքի վերջ չի։ Դա կյանքի ավարտ չի։ Ես հասկանում եմ, որ կարող է իմ արցախցի եղբայրների, քույրերի մոտ բան առաջանալ, որ իմ ձայնը տակ տեղից է գալիս գուցե։ Հնարավոր է, որ կարող է այդպես լինել, բայց ես հաշտ չեմ այդ իրականության հետ եւ սա պետք է մեզ այն գիտակցումը տա, որ մեր ժողովուրդը, հայ ժողովուրդը ուրեմն հավաքական առումով մեղքերից ձերբազատվելու եւ հավաքական մեծ ճիգ գործադրելու հարցի առաջ է կանգնած։ Համաշխարհային պատմությունը հավաքական ճիգեր գործադրելու եւ հավաքական վերադարձներ կազմակերպելու օրինակներ տվել է։ Մենք համաշխարհային ազգ ենք եւ մենք խելքի պակաս չունենք, փառք Աստծո, խելքի պակաս չունենք։ Անկամ այդ ամեն ինչի համար ռեսուրսների պակաս էլ չունենք։ Մենք հույսի ու հավատի պակաս ունենք, համախմբման, միասնականացման պակաս ունենք եւ ավելի քրիստոնյա դառնալու պակաս ունենք, որը որ կարծում եմ լիահույս եմ, որ կշտկվի։ Որպես Հայաքվեի հիմնադիրներ հիմք եք ընդունել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագիրը, Սահմանադրությունը եւ Գերագույն խորհրդի հուլիսի 8-ի որոշումը։ Այսօր ուղղակիորեն կամ անուղղակիորեն առաջարկվում է հրաժարվել դրանցից կամ փոխել դրանք։ Ձեր մեկնաբանությունը խնդրեմ։ Իմ մեկնաբանությունը այն է, որ այդ մարդիկ, ովքեր որ չընդունեցին դրանք եւ ճանաչեցին Արցախն Ադրբեջանի կազմում, իրենք ենթարկվելու են պատասխանատվության։ Որոշ մարդիկ ենթարկվելու են քրեական պատասխանատվության եւ շատ մարդկանց էլ տրվելու է քաղաքական գնահատական։ Այսինքն իրավաքաղաքական գնահատականները անխուսափելի են այս ամենի հետ կապված, որովհետեւ հոկտեմբերի 6 2022 թվականի եղավ այն ճակատագրական սխալը, միտումնավոր սխալը, որը հիմք հանդիսացավ արցախցիների էթնիկ զտման։ Եվ դա արժանանալու է համապատասխան գնահատականի եւ այլ դրվագներով հանցագործության մասին հաղորդումները տրված են հայտնի պատճառներով, որ իրավապահ մարմինները անկախ չեն այսօր, բայց այդ անկախությունը մի օր կվերականգնվի եւ մարդիկ կրելու են իրենց պատասխանատվությունը։ Այսինքն այն գիծը, որ մենք տանում ենք Արցախը այլ պետության կազմում ճանաչելը քրեականացնելու, դա լինելու է եւ դրա հետևանքները իրացվելու են։ Շնորհակալ եմ հասցեության համար։ Իսկ ես մեր հետևորդներին հիշեցնեմ, որ զրուցում ենք Հայաքվե ազգային քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանի հետ։ Հետևեք մեզ Facebook-ում, YouTube-ում, Instagram-ում, Telegram-ում եւ TikTok-ում։ Դուք դիտում եք իրականում հաղորդաշարը, կհանդիպենք։